Փառք մեր Աստծուն, մենք գոհանում ենք, շնորհակալություն ենք հայտնում մեր Տիրոջը, որ նրա ներկայության մեջ ենք, որ Աստված բերել է մեզ Տիրոջ տուն, այո, Աստված մեզ չթողնեց ոչ մի օր, ոչ մի ժամ առանց ծածկի, տվեց տուն, որի մեջ մենք երկրպագելու ենք, փառաբանելու ենք և օրհնելու ենք նրա սուրբ անունը։ Տիրոջը նոր երգ երկեցեք Տիրոջը ամեն երկիր, երկեցեք Տիրոջը, օրհնեցեք նրա սուրբ անունը, պատմեցեք հետազնոցների մեջ նրա փառքը, ամեն ազգերի մեջ նրա հրաշքները, ամեն եկեք պատմենք նրա հրաշքները, որ մեր Աստված հրաշագործ Աստված է, մեր Աստված սուրբ Աստված է, և մեր Եշուհան մենք երկում ենք քեզ, օրհնում ենք քո սուրբ անունը, ասում ենք շնորհակալ ենք Տեր, որ դու միշտ մեզ հետ ես, որ չես թողնում քո զավակներին, օրհնում ես, մենք չենք դատարի երկրպագելուց քեզ Տեր, չենք դատարի օրհնելուց քեզ, մեր սուրբ Աստված, մեր բարի Աստված, այո, շնորհակալ ենք Հայր, սուրբ անունը քո,
Մենք երկրպագում ենք քեզ, ասում ենք, որ Տեր դու պետք ես մեզ։ Առավել քան երեք Տեր։ Մենք քո կարիքն ունենք մեր Աստված։ Մենք չենք կարող հայո արտահայտվել խոսքերով դա։ Մենք ուզում ենք երկրպագենք քեզ։ Դու պետք ես մեզ, հավիտյանս հավիտենից, դու իմն ես Տեր, բարձրացրու քո ձեռք ասա Տեր, ես խոնարհվում եմ եւ ասում եմ, որ դու պետք ես ինձ։ Ես իմ ամբողջ սրտով կանչում եմ քեզ Տեր, դու պետք ես ինձ։ Հրաշքներից առավել, իմ կյանքից առավել, վեր ամեն ինչից, Հիսուս դու պետք ես ինձ, չունեմ կյանք առանց քեզ, իմ ամբողջ սրտով կանչում եմ քեզ, դու պետք ես ինձ, պետք ես ինձ, Սուրբ Հոգի, շնորհակալ ենք, որ դու ներկա ես մեր մեջ, որ դու սովորեցնում ես երկրպագել, դու սովորեցնում ես պաշտել, դու սովորեցնում ես Տեր, շնորհակալ ենք, մենք սիրում ենք քո ներկայությունը, Սուրբ Հոգի, դու պետք ես ինձ, ասում ենք շնորհակալ ենք Տեր, որ դու արյուն թափեցիր իմ մեղքերի համար, մահացար եւ հարություն առար Տեր, եւ ասեցիր, որ գնում եմ տեղ պատրաստելու
ձեզ համար։ Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք, մենք հավատում ենք Տեր, մենք հավատում ենք, որ դու տեղ ես պատրաստել, և ոչ մի աչք չտեսավ, և ոչ մի ականջ չլսեց, թե ինչ էր պատրաստել Տերը իրեն սիրողների համար։ Երկերից առավել, հրաշքներից առավել, իմ կյանքից առավել, Տեր ամեն ինչից, Հիսուս դու պետք ես ինձ, չունեմ կյանք առանց քեզ, իմ ամբողջ սրտով կանչում եմ քեզ, դու պետք ես ինձ, երկերից առավել, հրաշքներից առավել, իմ կյանքից առավել, Տեր ամեն ինչից, Հիսուս դու պետք ես ինձ, չունեմ կյանք առանց քեզ, իմ ամբողջ սրտով կանչում եմ քեզ, դու պետք ես ինձ, իմ ամբողջ սրտով կանչում եմ քեզ, դու պետք ես ինձ, իմ ամբողջ սրտով կանչում եմ քեզ, դու պետք ես ինձ, Դու պետք ես ինձ, դու պետք ես Փառք ու պատիվը ամենը քեզ լինի մեր Աստված։ Ասա Տեր, ես սիրում եմ քո ներկայությունը։ Ես սիրում եմ, որ դու ներկա ես, որովհետև քո խոսքն է ասում, որտեղ երկուսը, երեքը, ես այնտեղ եմ։ Եվ ես որ կանգնած եմ քո առջև Տեր, և փնտրում եմ երեսը քո, այո, իմ կյանքը լցվում է ուրախությունով Տեր, շնորհակալ եմ իմ Աստված, մեծարում ենք քեզ, մեծարում ենք քեզ մեր Աստված, դու ես որ տեսնում ես ինձ, դու ես որ փրկում ես ինձ, դու ես որ առաջնորդում ես ինձ Տեր, շնորհակալ եմ Հայր, սիրում եմ Տեր քո ներկայությունը, Սիրում եմ քո ներկայությունը, քեզնով ուզում եմ ապրել, սիրում եմ քո ներկայությունը, քեզնով ուզում եմ շնչել, սիրում եմ քո ներկայությունը, քեզնով ուզում եմ ապրել, սիրում եմ քո ներկայությունը, քեզնով ուզում եմ շնչել, երբ ես կանգնած եմ Տեր քո առջև,
հաճույքները եւ ուղում ենք մեր հայացքը դեպի քեզ, Տեր, որովհետեւ Տեր դու ինձ արարել ես, որ երկրպագեմ քեզ, դու ինձ արարել ես, որ ես ճախրեմ, Տեր, շնորհակալ եմ Հայր, որ դու մեզ արարել ես, որովհետեւ քո բարությունը անսահման է, Տեր, դու ողորմած Աստված ես եւ քո գրկում ենք մենք ձուլվում իմ Աստված, շնորհակալ ենք, Տեր, հաճույքներս եւ ուղում եմ հայացքս քեզ, նվիրվում եմ Հիսուս ես քոն եմ, Տեր ես քեզ եմ հուսացել, Ասա Տեր ինձ արարել ես, Տեր ինձ արարել ես, որ գրկում քո ես ճախրեմ, մենք երկրպագում ենք քեզ Տեր, Տեր ինձ արարել ես, որ գրկում քո ես ճախրեմ, Տեր ինձ արարել ես, որ գրկում քո ես ճախրեմ, Տեր ինձ արարել ես, որ ես քեզ բարությունը տասահման է Տեր մեզանում, մենք պաշտում ենք լցնում ես քո բարությամբ, քո սիրով, որովհետև մենք կարիքավոր ենք, հեղիր քո սուրբ ներկայությամբ այս վայրում Տեր, որ մեկ հոգով պաշտենք ես, Բարությունը անսահման է, ողորմած է քո սիրով, քո գրկում, Տեր, ես ձուլվում եմ, հանձնելով ողջ կյանքս քեզ,
երկրպագեմ, շնորհակալ ենք Տեր, մենք երկրպագում ենք քեզ, փառավորում ենք քո սուրբ անունը, փառավորվես եւ մեծարվես, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, ամեն եւ ամեն։ I speak the name of Jesus over you. In your hurting, in your sorrow, I will ask my God to move. I speak the name 'cause it's all that I can do. In desperation, I'll seek heaven and pray this for you. I pray for your healing, that circumstances would change. I pray that the fear inside would flee in Jesus' name. I pray that a breakthrough would happen today. I pray miracles over your life in Jesus' name, in Jesus' name. I speak the name of all authority, declaring blessings, every promise He is faithful to keep. I speak the name no grave could ever hold. He is greater, He is stronger, He's the God of possible. I pray for your healing, that circumstances would change. I pray that the fear inside would flee in Jesus' name. I pray that a breakthrough would happen today. I pray miracles over your life in Jesus' name, in Jesus' name. Oh, come believe it, come receive it. Oh, the power of His Spirit is now forever yours. Come believe it, come receive it. In the mighty name of Jesus, all things are possible. I pray for your healing, that circumstances will change. I pray that the fear inside would flee in Jesus' name. I pray that a breakthrough would happen today. I pray miracles over your life in Jesus' name. I pray for revival, a restoration of faith. I pray that the dead will come alive in Jesus' name. In Jesus' name. Փառք Տիրոջը, ալելույա։ Ուրախները լավ ծափահարեն։ Փառք Տիրոջը։ Այսօր իսկապես շատ հիշարժան օր է, ժողովուրդ ջան։ Ինչպես տեսանյութերը դիտեցիք, մեկ տարվա մեջ ինչպես Աստված մեզ օրհնեց։ Դատարկ պատեր, ոչինչ չկար, դեռ շատ ձևափոխություններ։ Միթե սա Տիրոջ օրհնությունը չէր։ Ասենք ամեն, փառքես Տեր քո օրհնության համար։ Շնորհակալ ենք Հիսուս ջան։ Գիտեք, թանկագիններս, այո, մենք պիտի գնահատենք
այն բոլոր օրհնությունները, որ Աստված մեզ օրհնում է։ Մեր սիրտը պիտի լցվի երախտագիտությամբ խորը, որ հասկանանք ով ենք մենք Տեր, ով ենք մենք, որ դու մեզ այսքան ողորմում ես, այսքան օրհնում ես, եւ Տեր դու մեր նմանների կարիքը ունես։ Պատկերացնում ես, հիմա կողքինիդ ասա, դու նրա փառքի անոթն ես։ Տերը քեզ ստեղծել է իր փառքի համար, ուրիշ նպատակի համար չես։ Նա քեզ չի ստեղծել, որ ես երկրի վրա քանի տարի ապրես, ոնց ուզես ապրես։ Դու պիտի ապրես Տիրոջ փառքի համար։ Ամեն։ Ալելույա։ Ծափահարեք Աստծուն։ Ալելույա։ Ալելույա։ Գիտեք, թանկագիններս, ուզում եմ մինչև խոսք սկսելը պատգամը կարճ կլինի, որ մեր ժամանակում տեղավորվենք, նաև ասեմ, որ ներքևը ֆուրշետի սեղան է սպասում, որ մենք կարողանանք նաև իրար հետ հաղորդակցվենք, գոհանանք Աստծուց եւ իրար շատ պատմելու բաներ ունենք, բայց ներքևը, ամեն, ալելույա, թանկագիններս, մենք ամեն ժամանակ պիտի գոհանանք, ամեն իրավիճակի մեջ փառք պիտի տանք եւ ասենք մեր սքանչելի Տեր, դու հիանալի Աստվածն ես մեր, ու մենք պարտական ենք քեզ ամեն օրվա համար, ամեն, ուրեմն 100 Սաղմոսը կարդամ, Սաղմոսով սկսենք, աղաղակեցեք դեպի Տերը, ով ամեն երկիր, ծառայեցեք Տիրոջը ուրախությունով, եկեք նրա երեսի առաջը ցնծությունով, ճաշակեցեք, որ Տերն Աստված է, նա արավ մեզ եւ ոչ թե մենք, որ մենք նրա ժողովուրդը եւ նրա արոտի ոչխարներն ենք, մտեք նրա դռները գոհությունով, նրա սրահները փառաբանությունով, գոհացեք նրանից, օրհնեցեք նրա անունը, որովհետև Տերը բարի է եւ նրա ողորմությունը հավիտյան եւ նրա ճշմարտությունը ազգից մինչև ազգ։ Ալելույա։ Այսօր մենք տեսանք Տիրոջ բարությունը, չէ, ժողովուրդ ջան, իհարկե շատ ենք տեսել, բայց տեսանյութով դուք դիտեցիք։ Թանկագիններս, բայց գիտեք ամենակարևորը ինչն է։ Այս գործը երբեք չէր իրականանա, երբ որ մենք միաբան չլինենք։ Միաբանության մեջ է օրհնությունը, միաբանության մեջ է զորությունը եւ իմացեք Հիսուսը ինքը աշակերտներին իր գնալուց առաջ ապսպրեց, որ միաբան լինեն։ Միաբան եղեք, սպասեք, որ երկնքից զորություն եք առնելու։ Ինչ եք կարծում, եթե ցրված լինեին եւ միաբան չսպասեին այն ինչ որ Տերը խոստացել էր, կգար զորությունը երկնքից, Սուրբ Հոգին կգար, իհարկե ոչ։ Երբ որ միաբան էին, մեկտեղ էին, իրար հետ հավաքված, եւ աշակերտները, եւ կանայք միաբան էին, եւ Տերը երկնքից Սուրբ Հոգին ուղարկեց, եւ զորություն առան եւ նրա վկաները եղան։ Եվ երկրորդ գլխում ասма նրանք անդադ միաբանության մեջ էին, միաբան հաց էին կտրում, միաբան աղոթք էին անում, անդադար իրար հետ միաբանության մեջ էին։ Սիրելիներս, զորությունը, օրհնությունը միաբանության մեջ է։ Եվ ասма քանի որ միաբանության մեջ էին, միաբայն աղոթք էին անում, եկեղեցին աճում էր։ Նրանց միաբանությունը ինչի համար էր, որովհետև մեծ հանձնարարականը պիտի կատարեին, մեծ հանձնարարականը։ Եվ թանկագիններս մենք էլ հանձնարարական ունեինք։
Իսկապես, երբ որ այս եկեղեցու շինարարությունը պիտի սկսենք, կամ դեռևս երբ որ չգիտեինք ուր գնանք, ոնց անենք, շատ ծանր էր։ Ասենք որ այդքան պահի տակ հավատում ես, բայց պարագաներ կա, որ հավատքդ էլ չի, լավ ինչ անենք Տեր, ուր գնանք, ոնց անենք, եւ կարծես թե թևաթափ էինք լինում, նոր տեղ էինք փնտրում, որտեղ վարձակալ ենք, բայց ես մի բան հավատում եմ, Տերը այս շենքը մեզ համար պատրաստած ուներ, մենք չգիտեինք, մենք ոչինչ տեղյակ չէինք, բայց ինքը ամենը գիտեր, եւ գիտեք շատ անգամ, Տերը չառնել բարիա գործածում իրեն սիրողների համար, եւ Տերը մեզ օրհնեց, միաբանեց եւ մեկ սրտով, մեկ հոգով համախմբված եկանք եւ որոշում կայացրինք։ Ասենք որ ճիշտ է, սկզբնական շրջանում Հովո ասեցիր, որ իրոք եթե Տերը չդրթեր, ինչպես ես կարող էի, բայց ասենք որ բոլորս միաբան էինք, բոլորս հավանեցինք, բոլորս ասեցինք այո, բոլորս ասեցինք կստացվի, գիտեք, եթե դուք չլինեք թանկագիններս, գիտեք ինչքան լավ էր, երբ որ դուք ինձ այսպես ոնց հասած խրախուսում էիք, ասում էիք լավ կլինի, կստացվի, մի մտածի նատակույր, ես ձեզանով քաջանում էի, եւ փառք Տիրոջը, որ մեզ իսկապես միաբան արավ Աստված, եւ ուզում եմ ես հիմա նորից միաբանության մասին Հռոմեացիս 15 գլուխ ժողովուրդ ջան մի բան կարդամ, տեսեք ինչ է հորդորում Պողոս առաքյալը մեզ, որովհետև այս բոլորը մեզ համար գրվեց։ Հռոմեացիս 15-ի 4-ից 7 համարները պիտի կարդամ։ Նրա համար ինչ որ գրվեցավ, մեր սովորելու համար գրվեցավ, որ համբերությամբ եւ գրքերի մխիթարությամբ հույսն ունենանք եւ համբերության եւ մխիթարության Աստվածը տա ձեզ միևնույն բանը խորհել իրար հետ Քրիստոս Հիսուսի կամքի համեմատ միևնույն բանը եթե Աստծո կամքն է եթե Աստծո կամքի համեմատ է որտեղ մենք տարբեր մտածելակերպ ունեցող մարդիկ ենք մենք երբ ենք միևնույն բանը խորհում երբ որ Տիրոջ գործի համար է երբ որ երկնքի համար է երբ որ Տիրոջ կամքի մեջ է մենք պիտի լինենք միաբան եւ նույն բաները խորհենք որ միաբան մեկ բերանով փառավորեք Աստծուն եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հորը ինչի համար մեկ լինենք, ինչի համար միաբան լինենք, ինչի համար նույն բանը խորհենք։ Ես չեմ ասում իմ տան գործերի մեջ նույն բանը խորհենք։ Ես չեմ ասում ես ձեր տան գործերի մեջ մտնեմ եւ նույն բանը խորհեմ կամ ինչ որ առաջարկներ անեմ։ Փառք Աստծո, ամեն մեկը ձեր տները լավ կառավարել գիտեք։ Ամեն։ Բայց երբ որ գալիս է Քրիստոսի գործը, երբ որ գալիս է Քրիստոսի համար, նրա փառքի համար գործելու, Աստված ինձանից, քեզանից, բոլորիցս ինչ է պահանջում, միաբանություն, որտեղ կա հակառակություն, այնտեղ կծնվի չար, որտեղ կա ապստամբություն, այնտեղ Աստված չի փառավորվի, որտեղ կա տրտունջ, քրթմնջոց եւ որտեղ կա մարդկային գաղափարներ եւ մարդկային շնչավոր առաջարկներ, այնտեղ կռիվ կառաջանա, բայց փառք Աստծո, դուք տեսաք չէ նկարները, ինչքան հումորով, ինչքան սիրով, ինչքան իրար օգնելով, իրար բարձրացնելով, ինչպես էին գործում,
շատերը չգիտեիք չեք տեսե։ Ասենք որ առիթա այսօր թանկագիններս, իմ սիրելի թանկագին աղբերներս, խոնարհվում եմ եւ Աստծո առաջ եւ ձեր առաջ, ասում եմ շնորհակալություն։ Աստված օրհնի ձեզ, դուք ինձ մենակ չեք թողել երբեք։ Երբեք։ Ես եթե պարծենամ, իսկապես Տերով եւ ձեզանով կպարծենամ, որ դուք իմ կողքն եք հավատարիմ եղել եւ պիտի լինի, հա? Այդպես չի։ Դե ծափարեք որ տեսնեմ, հալելույա։ Փառք Տիրոջը։ Եվ նաեւ թանկագին քույրեր, ձեզ անտես չեմ անում։ Քույրերի աղոթքը գիշեր ցերեկ եղբայրների համար։ Եվ քույրերը որ միաբան մտածում էին, վաղը ինչ ենք կերակրելու, ինչով եղբայրներին։ Շնորհակալ եմ Աստծուց, նաև քույրերի համար, թանկագիններս, եւ Աստծուն հատուկ փառք եմ տալի, սա իմ ու ձեր շնորհքը չէ, ոչ մեկը չպարծենա, ոչ մեկը, սա Տիրոջ շնորհքն է, սա Տիրոջ ողորմությունն է, որ հասել է մեզ։ Ամեն ժողովուրդ ջան, Տերը մեզ շնորհքատվե, մեզ միաբանե, որ խաղաղությամբ ու սիրով այս բոլոր գործերը գործեցինք։ Ալելույա։ Մի հատ էլ երկրորդ Կորինթացիների 13 գլխից կարդանք, թանկագիններս, եւ աղոթքով գանք գոհության աղոթքով Տիրոջ առջև։ Նայեք ինչ է առաջարկում մեր Պողոս եղբայրը։ Վերջապես եղբայրք, ուրախ եղեք, կատարյալ եղեք, մխիթարվեցեք, միաբան եղեք եւ խաղաղություն արեք եւ սերի եւ խաղաղության Աստվածը ձեզ հետ լինի։ Իրար բարև տվեք սուրբ համբյուրով, բարև են տալիս ձեզ բոլոր սուրբերը։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեր ամենի հետ լինի։ Ամեն։ Դե փառաբանենք մեր Աստծուն, փառաբանենք մեր Տիրոջը։ Այո, զորությունը միաբանության մեջ է։ Երբ որ խաղաղ լինենք, երբ որ համբերատար լինենք, որտեվ ժողովուրդ ջան, իրոք գործի մեջ երբեմն չհամաձայնվեցված բաներ էր լինում, բայց քանի որ բոլորի խաղաղությունը տեղն էր, բայց քանի որ իմ թանկագին աղբերները համբերություն ունեին եւ մեծ սեր իրար նկատմամբ, ամեն ինչ հարթ համերաշխ արվեց։ Դրա համար նորից ասում ենք, թող Տիրոջ շնորհքը մեր վրա առատորեն շատանա։ Ամեն։ Կանգնենք աղոթքի գոհությունով եւ իջնենք ներքև, որպիսի իրար հետ մի կտոր հաց կիսենք։ Գոհանում եմ Հայր Հիսուսի անունով, շնորհակալ եմ Տեր, այո, մեզ համար ամեն տարի մարտի 10-ը, թեպետ այսօր 9 է, առաջի կիրակին մեզ համար գոհության օր ենք հայտարարել։ Գոհանում ենք Տեր, որ շատ կարճ ժամանակում, մի քանի ամսում, 2 ամսում Տեր, դու ուղղակի հրաշք գործել տվեցիր, ուղղակի դու զորացրեցիր բոլորին Տեր, եւ իրոք Տեր, կառուցեցինք քո տունը, քո շնորհքով, Տեր, բայց մի բան ենք խնդրում, որ այս տունը քո նպատակին ծառայայի, այս տան մեջ շատ փրկված հոգիներ կան ու քեզ փառավորեն, երկրպագեն ու գոհանան։
եւ Տեր օգնի մեզ, որ դրա մեջ էլ միաբան լինենք, գնանք ավետարանի բարի լուրը տարածենք, շատ փրկված հոգիներ բերենք քեզ համար Տեր, եւ ամեն փառքը պատիվը տանք քեզ։ Նորից ու նորից ասում եմ, գոհանում եմ Հայր, գոհանում եմ քո մեծ ողորմության համար, գոհանում ենք քո այս շնորհքի համար, գոհանում ենք մեզ միաբանելու համար, գոհանում ենք, որ դու մեր մեջ ներկա ես, գոհանում ենք եւ ասում ենք շարունակիր մեզ ողորմելը, մեզ միաբանելը, մեզ օրհնելը, մենք քո կարիքը ունենք եւ առանց քեզ ոչինչ ենք եւ ամեն փառքը պատիվը մեծարանքը գովեստն օրհնությունը մենք պիտի տանք միայն ձեզ Հայր Որդի Սուրբ Հոգի ալելույա ամեն